Պարոն Մեխակյան, ինչպես նկատեցինք, բնակիչները Հունան Ավետիսյան փողոցում դժգոհում են, որ երկար ժամանակ է ջուրը լցվում է փողոց, իրենք զանգում են Veolia ջուր, այնտեղից արձագանք չկա։ Այս հարցը ինչպես պետք է լուծվի, որտեղ խնդիրը միայն այս քաղաքում չի, այլ ամբողջ հանրապետությունում։ Այո, խմելու ջրի հետ կապված կան բազմաթիվ խնդիրներ, բայց մենք Veolia ընկերության մեր գործընկերների հետ այս ընթացքում դրանից առաջ էլ բազմաթիվ խնդիրներ լուծել ենք համատեղ։ Ուղղակի խնդիրը ինձ համար անծանոթ էր, որովհետև մենք սերտ համագործակցում ենք բոլոր կառույցների հետ եւ մեր քաղաքացիները թեկուզ համայնքապետարանին չվերաբերող հարցերը, որ դիմում են, փորձում ենք ինքներս կապ հաստատել այդ ընկերությունների հետ եւ այդ հարցը լուծել, որովհետեւ այստեղ միայն բնակչի հարցը չէ, այստեղ նաեւ ասֆալտաշերտի հետ կապված հարց է, ընդհանուր առմամբ սանիտարական պատշաճ վիճակի, որովհետեւ երբ որ ջուրը խնդիր է դառնում, շատ հնարավոր է համաճարակի վերածվի, դրա համար մենք արագ արձագանքում ենք նման խնդիրի։ Ես կարծում եմ այս խնդիրը շատ արագ լուծում կստանա, մեր գործընկերների հետ Veolia ջրի համատեղ կաշխատենք եւ խնդրին արագ լուծում կտանք։ Իսկ էլ ինչ առաջնային խնդիրներ կան հենց կոնկրետ քաղաք Էջմիածնում։ Էջմիածին քաղաքում մենք շատ լուրջ խնդիր ունենք կոյուղու հետ կապված, ամբողջ կոյուղու համակարգը շատ հնամաշ է եւ մենք մեր առաջիկա բոլոր ասֆալտապատման ծրագրերի մեջ ներառել ենք, որ տվյալ փողոցի ասֆալտապատումը չենք իրականացնում առանց կոյուղի փոխարինման աշխատանքների։ Դա բերում է լրացուցիչ ֆինանսական ծախս համայնքի համար, բայց դա կարևոր հարց է, որովհետև այս 3 ամիսների ընթացքում իմ շրջայցերի ժամանակ ես արձանագրել եմ հետևյալը, որ գրեթե բոլոր բազմաբնակարան շենքերը ունեն կոյուղու խնդիր, գրեթե բոլոր փողոցները ունեն կոյուղու խնդիր եւ այդ ամենը գալիս է նրանից, որ կոյուղին շատ հնամաշ է։ Խոսենք նաև ձեր մրցակիցների հայտարարությունների մասին, մասնավորապես Արթուր Վանեցյանը 3 հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Էջմիածինը պետք է ձեզնից վերցնեն, որովհետև հանուն այսպես ձևակերպեց, որ հայը պետք է հաղթի, հայրենիքը պետք է հաղթի, Հայաստանը պետք է հաղթի եւ եկեղեցին պետք է հաղթի։ Ինչ է սա նշանակում ըստ ձեզ, ինչ է նշանակում հայը պետք է հաղթի։ Հերթական չգիտես ինչի մասին խոսակցություններն են դրանք, որովհետև իրենց ոչ մի խոսակցություն, ոչ մի խոսույթ բնակիչների հետ ընդհանրապես չի վերաբերում տեղական ինքնակառավարման մարմինների, նրա իրավասության դաշտում գտնվող խնդիրների լուծմանը։ Դե բնական է չունենալով որոշակի ծրագրեր, չունենալով կոնկրետ ծրագրեր համայնքի նախ չպատկերացնելով համայնքի խնդիրները առաջին հերթին, բնական է մարդիկ պետք է խոսեն նրա մասին, ինչի մասին, որ իրենք են պատկերացնում, իսկ իմ կարծիքով իրենց բարձրաձայնած, իրենց խոսացված ոչ մի բան աղերս չունի վաղաշաբաթ խոշորացված համայնքի բնակիչների կարիքների հետ աշխարհաքաղաքական հարցեր են լուծում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Ակնհայտ է, որ խիստ քաղաքական խոսույթ են ունենում, բայց մեր քաղաքացիները շատ խելացի են եւ տեսնում են ով է պատկերացնում, որ ուժն է պատկերացնում եւ որ ուժն է ունակ իրենց խնդիրները լուծելու։ Արթուր Վանեցյանը նաև ասում է, որ իշխող ուժը դեմ է դուրս եկել եկեղեցուն եւ այսպես մանիպուլացնող հայտարարություններ, թե վաղաշաբաթին չպետք է այդ ուժին ընտրի, որտեղ նրանք եկեղեցու դեմ են, հոգեվոր մայրաքաղաքում նրանց ձայն տվող պիտի չլինի։ Նրանք խորը մոլորության մեջ են, որովհետեւ այսօր իշխող ուժն է, որ բազմաթիվ լքված եկեղեցիները վերանորոգում, վերականգնում, այդ թվում նաև հուշարձանների պահպանության մեջ ընդգրկված եկեղեցիներ եւ եկեղեցապատկան տարածքներ։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։